Տիկին Հակոբյան այսօր էլ հերթը հասավ Միքայել Սրբազանին, խոսենք այսօրվա գրոհից, որովհետև ոստիկանները այսօր գրոհում էին Մարիաթոռը։ Գիտեք, երևի մենք արդեն մի քանի օր շարունակ մեկնաբանում ենք, ու անընդհատ որևէ հոգևորականի կամ որևէ մեր պայքարի ընկերոջ հետևից վազելով փորձում փրկել այս իրավիճակից, բայց մենք պիտի գիտակցենք, որ արդեն հասել ենք այն սահմանագծին, որ գալու է մի պահ, որ այլևս մեր ուժերը ուղղակի չեն հերիքելու, որտեղ մինչև մենք այստեղ ենք, օրեր առաջ դատարանները, տարբեր դատարաններում, յուրաքանչյուրս մինչև առավոտ տարբեր դատարաններում էինք։ Եվ նույն իրավիճակն է, մենք հիմա այստեղ ենք, միգուցե մի այլ տեղ արդեն մեկ ուրիշին ենք ալանավորում։ Այսինքն սա ռեպրեսիաներ են, որոնք սկսվել են։ Այսինքն ոչ թե հիմա են սկսվել, այլ փուլ են մտել, այլ շունչ են ստացել, այլ ոգևորություն, որովհետև այստեղ արդեն քաղաքական հիստերիայի դրսևորումներ են։ Այստեղ ոչ թե մարդկային հիստերիա եմ ես տեսնում, այլ քաղաքական հիստերիա է, որտեղ այս իշխանությունները հիմա ջարդելու են, փշրելու են, ամեն ինչ անելու են։ Ինչու? Ոչ թե պետականության դեմ ոտնձգություն են տեսել, բնավ, ոտնձգությունը տեսել են իրենց իշխանության դեմ։ Եվ հայ առաքելական եկեղեցին, որը դարեր շարունակ հենքն է եղել հայ ժողովրդի եւ հենց առաքելական եկեղեցին է, առաքելական եկեղեցու շնորհիվ է, որ մենք առ այսօր որպես ազգ գոյատևում ենք, փաստ 1918-ին հնչեցրած զանգերը Հայաստանի ողջ տարածքով, երբ ժողովրդին ոտքի անեց եւ տեսեք ինչքան ժամանակ հետո, մեկ դարից ավել, մեկ էլ նորից հնչում են այս իշխանությունների օրոք։ Մեկ դարից ավել առաջ հնչում էին, որովհետև ասկյարներ մտել, թուրքներ մտել Հայաստան։ Հիմա հնչում է, որովհետև իշխանությունը ներսից վերացնում է հայ ժողովրդին։ Այստեղ մենք այլևս չենք խոսում, պետություն, պետականություն։ Չենք կարող խոսել դրա մասին, որտեղ այստեղ ազգի գոյության հարցն է։ Եթե չկա ազգ, ինչ պետության ու պետականության մասին մենք պիտի խոսենք։ Եվ գիտեք, այսօր ես իրականում այսօր կարդալով նաև Բարգրաց Սրբազանի ուղերձը, քիչ առաջ ուղերձ էր եղել, ես ամբողջովին կիսում եմ իր հետ այդ ամենը։ Երևի թե մենք հիմա պիտի փառք տանք Աստծուն, որովհետև երկունքի պահ է, որովհետև փրկության պահ է, որովհետև այսօր Էջմիածնում վեհարանի մոտ ես տեսնում եի ժողովուրդ, որը հասկացել էր, որ այստեղ արդեն ոչ թե իր անձնական գոյությունն է, ոչ թե իր տան գոյության հարցն է, այլ ընդհանրապես ազգի գոյության հարցն է։ Եվ ես այսօր նկատել եմ, սովորաբար մենք 5 տարի երևի բոլորս դեմքով իրար ճանաչում ենք պայքարողներով։ Էջմիածնում ոչ միայն այդ պայքարողներն էին, այսինքն ընդդիմադիր դաշտը չէր, որը հակառակվել է այս իշխան։ Այնտեղ ժողովուրդներ իրականում, մարդիկ, ովքեր գիտակցել էին, որ վերջ այդ հենքը տանում են, եւ երբ եկեղեցու զանգերը հնչեցին, միգուցե շատերի մոտ հենց այդ տպավորություններ, որ սա նման է 1918-ին, բայց աննորմալ է, երբ քո առջև ոչ թե թշնամին է, թուրքների հաթաղանով, այլ քո սեփական իշխանությունն է։ Տիկին Հակոբյան, օրեր առաջ նաև ձերբակալվեց Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը, ինչ հիմքով է ձերբակալվել։ Դե գիտեք 15 ձերբակալված կար, այդքան էլ կալանավորված, բոլորը 2 ամսով, բոլորը նույն հոդվածով։ Այսինքն ձևակերպումը միգուցե իրավաբանորեն չհիշեմ, ահաբեկչություն եւ սահմանադրական կարգի տապալում, հեղաշրջման փորձ։ Գոնե ով ես չառանձնացնելով մնացած մեր բոլոր ընկերներին, բոլորին նույն ձևով եմ իհարկե դիտարկում, Գալստյան Դավիթին ինչու մի փոքր կառանձնացնեմ, որովհետև 2018-ից մենք օր գիշեր, մինչ պատերազմի օրերին մենք խոսել ենք հենց այս մասին, մենք տեսել ենք այս օրը, ասել ենք այս մասին, որովհետև գիտակցել ենք այն ինչ որ տեղի է ունենում, դա մեր շահերի չի բխում։ Եվ մարդ, ով միշտ կանգնած է եղել հակառակը եւ երբևէ իր քայլով, երբևէ իր շարժով բացառվում է, որ որևէ կերպ փորձ նույնիսկ լիներ գիտակցված կամ չգիտակցված վնաս հասցնելու։ Եվ առանձնացնելով այն հանգամանքը, որ իրենք հենց դիտարկում են որպես արցախցի Դավիթ Գալստյանին, հենց այս իշխանությունները, որպես մեծ հաշվով նաև այդտեղ գումարվել է իր հանցանքներում արցախցի լինելը, ես ասեմ, որ թե իմ, թե Դավիթ Գալստյանի, թե մնացած բոլոր արցախցիների համար մասով կասեմ, որ մեզ համար որևէ տարբերություն, մենք չենք իրարից այսպես տարբերել մեր երկու հայկական պետությունները,
Արցախ եւ Հայաստան երկուսն էլ մեր համար գերագույն արժեք են եւ ինչպես Արցախում մեր ցանկացած քայլ, միգուցե նաև այդ քայլերի պատճառով ես այսօր կամ երեք գրառում էի արել, որտեղ նշել էի, որ մենք 2020-ից մեր վրա այդ քրեական գործերը կարվել են։ Ինչու՞, որովհետև միշտ զգուշացրել ենք հենց այս օրվա մասին։ Եվ երբևէ մեր խոսքերը չեն եղել հակապետական կամ մեր քայլերը, այլ եղել են հանունի։ Մենք հակառակ, ընդդեմ, երբևէ որևէ մեկի գործընթաց չենք իրականացրել հանունի, հանուն հայրենիքի, հանուն հայրենիքի փրկության, հանուն մեր ազգի փրկության։ Այսօր Դավիթ Գալստյանը եւ մնացած մեր բոլոր ընկերները դատապարտված են դեռևս 2 ամսվա կալանքի, որովհետև իրենք պայքարում են հանուն հայրենիքի, որովհետև իրենք ուղղակի հայ են, այն ինչպես Բաքվի բանտում մեր եւ ռազմաքաղաքական վերնախավը եւ մեր մնացած հայրենակիցները այսօր դատարանում դատվում են, ինչու, որտեվ իրենք հայ են, որտեվ իրենք պայքարել են հայրենիքի համար, այնպես էլ այստեղ մեր գործընկերները, արդեն սրբազանները, վաղը ես չգիտեմ ում է հասնելու այդ շարքը, դատվում են, որտեվ իրենք չեն գնում հանգիստ ապրելու, իրենք պայքարում են հայրենիք ունենալու համար։